Ահազանգ է ստացվել նոյեմբերի 25-ին ժամը 01:03-ին, որ Դիլիջանի ոլորանների վերևի հատվածում կա հրդեհ։ Անմիջապես դեպքին արձագանքելու համար մեր ուժերը, միջոցները ներգրավել են այդ հրդեհի վայր։ Անմիջապես ձևավորվել է շտաբ, ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարծառայության տնօրեն գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ հրահանգվել է յուրաքանչյուրիս մեր գործողությունները, այդ ուղղությամբ հրդեհաշիժման աշխատանքները իրականացվել են։ Հրդեհաշիժման աշխատանքներին ներգրավել են թվով 173 փրկարար ծառայողներ, էկոպարեկային ծառայության 103 աշխատակիցներ, 15 օպերատիվ խումբ ունենք աշխատող այս պահին, Պաշտպանության նախարարության ուղղաթիռ ունենք ներգրաված այս հրդեհաշիժման աշխատանքներին։ Ունենք այս պահի դրությամբ այլ մարզերից որպես մեզ օգնող ուժ, Մայրաքաղաքից ունենք, Գեղարքունիքից ունենք, Կոտայքից ունենք, Լոռիից ունենք, բնականաբար Տավուշից ունենք, 15 օպերատիվ խմբերի մեջ ներգրաված են նաև կամավորական խմբեր։ Հրդեհն արդեն մեկուսացվել է։ Ոչ, յուրաքանչյուր հրդեհի ժամանակ քամին ավելի է արագացնում հրդեհի տարածումը։ Տարածումը կանխվել է, մոտակա բնակավայրեր, մոտակա առանձնատներ, հյուրատներ, գյուղ տանող ճանապարհի մասով փակվել է այն նպատակով, որ մեր ծառայությանը որոշակի խոչընդոտներ չառաջանան։ Այս պայմանավորության խոճապային որևէ ինֆորմացիա չկարող լինել։ Միանշանակ հերթապահություն իրականացվելու է, ամեն ինչը մեր վերահսկողության տակ է։